Դատարանների ծանրաբեռնվածությունն ու դատական ակտերի կազման երկարատևությունը խնդիրների այն շարքից են, որոնք շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Դժգոհությունների մեղմանն ու վերացման նպատակով Արդարադատության նախարարությունը հանդես է եկել նոր առաջարկով։ Նոր փոփոխությամբ առաջարկվում է կրճատել դատավճիռներում առկա կրկնությունները եւ արագացնել դրանց կազման գործընթացը։ Հանրային քննարկման ներկայացրած նոր նախագծով դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցները դատավճռի նկարագրական մասում պետք է միայն հիշատակվեն, առանց դրանց ամբողջական բովանդակությունը վերարտադրելու։ Միաժամանակ դատավճիռներում շարունակելու են ներկայացվել ապացույցների գնահատականները, դրանց հիման վրա հաստատված կամ հերքված հանգամանքները, ինչպես նաև դատարանի փաստական ու իրավական հետևությունները։ Դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցների ամբողջական վերարտադրման անհրաժեշտությունը էականորեն երկարացնում է դատավճիռի կազման գործընթացը, ինչպես նաև հանգեցնում անհարկի կրկնության։ Առաջարկվող փոփոխությունը կնպաստի օրենքով սահմանված ժամկետում դատավճիռի կազմանը եւ տրամադրմանը։ Քննարկվող առաջարկը միտված է նաև դատարանի ծանրաբեռնվածության նվազեցմանը, ապահովելով արդարադատության որակը եւ անձի հիմնարար իրավունքները, այդ թվում գործի քննության ողջամիտ ժամկետները։ Փաստաբանները, սակայն, դատարանների գերծանրաբեռնվածության հիմնական պատճառը միայն դատական ակտերի ծավալը չեն համարում։ Նրանց գնահատմամբ խնդիրը սկսվում է դեռևս մինչդատական վարույթից, երբ դատարան են ուղարկվում նաև ոչ բավարար հիմնավորված մեղադրանքներով կամ վիճահարույց ապացույցներով գործեր։ Այդօրինակ գործերի քննությունը լրացուցիչ ժամանակ եւ ռեսուրս է պահանջում, իսկ որոշ դեպքերում ավարտվում է նաև արդարացման դատավճռով։ Ավելի խորքային խնդիրը հենց նա է, որ ինչ գործ ասես ուղարկվում է դատարան։ Մենք հրապարակային դաշտում ականատես ենք լինում բազմաթիվ արդարացման դատական ակտերի։ Սա ինչի մասին է խոսում։ Խոսում է, որ մեղադրական եզրակացությունների մեծ մասը պատշաճ հիմնավորված չեն ուղարկվում դատարան։ Դրանց հիմքում են դրվում անթույլատրելի ապացույցներ։ Փաստաբանների դիտարկմամբ ապացույցների բովանդակության բառացի վերարտադրումից հրաժարվելը կարող է որոշ չափով կրճատել դատավճռի կազման համար պահանջվող ժամանակը, սակայն դատարանների ընդհանուր ծանրաբեռնվածության նվազեցման վրա էական ազդեցություն ունենալու համար անհրաժեշտ են նաև համակարգային լուծումներ։ Դրանք պետք է վերաբերեն ոչ միայն դատական ակտերի կառուցվածքին, այլև նախաքննության որակին, ապացույցների թույլատրելիությանը եւ դատարան ուղարկվող քրեական գործերի հիմնավորվածությանը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։